Սիրելի հայրենակիցներ, ինչով որ 2 օր առաջ հպարտացավ Նիկոլ Փաշինյանը, իրականում ողբերգություն է եւ ոչ թե հպարտանալով, այլ ամաչելու բան է։ 0.62%-ը վճարում հարկերի 42.7%։ Դա ցույց է տալիս Հայաստանում հարստության եւ եկամուտների մեծ անդունդը, ազգային հարստության ինչ հսկայական ծավալ կենտրոնացված է ընդամենը բնակչության մի փոքր խմբի ձեռքերում։ Դրանից պետք է վեր կենալ եւ ասել, որ դա սխալ է, հետեւաբար քաղաքականությունը, չէ, խոսամ էլի Արման բա։ Հետեւաբար քաղաքականությունը Եգոյան մի խանգարեք։ Պետք է միտված, Եգոյան խոսում ես ծխելս գալիս։ Բոլորս էլ հասկանում ենք, որ տեղից ուզում եք ասեք, որ իրենց խմբակցության ձեռքում է կենտրոնացած այդ հարստությունը, հասկացանք։ Շարունակեք, պարոն Խաչատրյան։ Հետևաբար քաղաքականությունը պետք է միտված լինի այդ կենտրոնացումը ցրելուն։ Եվ դրա համար պրոգրեսիվությունը պետք է լինի էական։ Այդ կենտրոնացմանը նպաստեց եկամտային հարկի համարտեցումը։ Եթե դուք ուզում էիք, որպեսզի հարկային բեռը այն քիչ ստացողի վրա նվազեր, իրա 23-ը սարքեիք 20, ինչի էիք 38-ը սարքում էլի 20։ Դրանով դուք նպաստեցիք այս սարսափելի հարուստների եւ աղքատների միջև էսա ավելացմանը։ Նմանապես եւ այստեղ պերճանքը, թանկ գույքը, այո, պետք է ավելի շատ հարկվի։ Այո, եւ ոչ թե որ բերել ենք զոնականություն ենք մտցրել։ Դա նշանակում է, որ ում գույքը ավելի բարձր է, անկախ նրանից, չգիտեմ, ստեղ է գտնում թե այնտեղ աշխարհագրական դիրքը չի կարևոր, արժեքն է կարևոր, ավելի մեծ պետք է թանկի հարկվի։ Դա էր Թադևոսի ասածը։ Իսկ բերել ասել ծխում ես, երբ ազգային ժողովի նիստերին շատ եմ ծխում, մի ներվանասեք մարդիկ չեն ծխի։ Ես տալիս եմ։ Բայց ուրիշ խնդիր է գալիս, աղքատ մարդու վրա ծախսերը ինֆլյացիան շատ ավելի է ազդեցություն դարել։ Որովհետև զբոսանավերի գինը, նրանք ովքեր զբոսանավեր են առնում, կարող է էժանացել, բայց հացը, մակարոնը, կաթը, սիգարետը թող մի կողմ, կաթը եւ մնացած ամեն ինչը շատ ավելի թանկել են։ Եվ սա խոշոր բիզնեսի շահերը սպասարկելու հերթական դրսևորումը։